Բարևում դեր, ոնց եք։ Լավ եք։ Խոսալ։ Ապրեք։ Ամեն ինչ լավ է։ Ապրեք, ով է խնձոր սիրում։ Ես եմ ուտելու։ Ով է խնձոր սիրում, ձեր բարձրացնում։ Okay, հենց ձեռները պայակ տենամով չի բարձրացրե։ Սամո արի։ Աշոտ արի։ Էրո արի, դու չես ուզում, չէ՞։ Արի դե։ Հələ բոլորին մի հատ խնձոր տուր։ Էլով ա ուզում խնձոր։ Արի, արդ ուզում ես, արի։ Ջարի։ Արի, շուտ արա։ Ունեն սամով խնձոր, հա։ Հիմա լայք, ովքեր որ խնձոր ուզում են, ինձ արդեն պարզ է, որ դուք կարաք ուտեք։ Ովքեր որ չէին ուզում, բայց մտքով ասում էին այդ խնձորը ինչ լավ է ուտում ընկեր համոն խրթրտնելով։ Բայց իրանք ուզում էին, բայց ամաչում էին ձեռ բարձրացնեն։ Հիմա սաղդ խնձոր սիրում եք, տունը ուտում եք։ Տունը խնձոր ուտում եք սաղդ։ Հա։ Okay, գնա սաղդ ուտում եք հիմա խնձորը։ Մինչև ստե չկերակ չեք նստում։ Գնացինք։ Ուշադիր։ Միջև չուտեք չեք նստելու։ Գիտեք խեմեսի անում, որ ձեզ ինչ եմ ուզում ցույց տամ։ Շատ հաճախ մենք ամաչում ենք մարդկանց մոտ բան ուտենք։ Գիտեք, մարդկանց մոտ հյուր են գնում, կամ ասենք թե ինչ որ միտեղ նստած եք, սա ուտում ենք, միջև չուտեք չեք նստելու։ Այսօր խոսալու ենք մի հատ կարևոր բանի մասին, էլի confidence-ի բաժիններից ասենց ասած, որը որ կոչվում է էթիկա առանց ամոթի։ Գիտեք ինչ, շատ բաներ կա, որ մենք անում ենք, օրինակի համար որ քո պապային կամ մամային չես լսում մի հարցի մեջ։ Էդի ավելի ամոթ բան, հա, քան խնձոր ուտելը, չէ՞։ Խնձոր ուտելը էդի նույն բանն է, որ դու ամաչես, օրինակ, այդ նույն բանն է, որ դու ամաչես, որ դու հիմա մայկա ես հագել, ստեր մայկով կանգնած ես։ Այդտես նորմալ բան է հաց ուտելը, չէ՞։ Ոչ մեկ չի ամաչում հաց ուտելուց։ Բայց դու ամաչում ես հիմա ստեղ կանգնած օրինակ կամ այդտեղ նստած օրինակ ինչ որ մեկը, ինչ որ միջավայրում դու ազատ հաց ուտես։ Նկատել եք sense բան կա, չէ՞, որ դուք ինչ որ միտեղ հյուր եք կամ ինչ որ ձեզ հյուր են եկել կամ ձեր տունը մարդիկ նստած են ու sense դու ասում ես ունես կուզեի այս բանը sense լավ մի հատ միսը ուտեի բայց sense դանակը դրած կոկորտի չես կարում ուտես այդ ամեն ինչը բայց sense ուզում ես մի հատ հարց եմ ուզում տամ ինչ ամոթ բան կա դրա մեջ ոչ մի ամոթ ուտելիքը մարդուն ուտելու համար է ուտելիքը դրված է օգտվելու համար բայց մեր մեջի բարդույթները, կոմպլեքսները, նա ինչ լավ ուտում են, նա ծապ տվեք իրանց, էլ նայեք ինչ հավես են ուտում։ Աշկեր, միջև վերջ, բայց մեր ամոթները, մեր կոմպլեքսները շատ անգամ մեզ խանգարում է անգամ ուտելու մեջ։ Նկատել եք մի ուրիշ բան եմ ասում։ Միտեղ սոկեր է դրած ու ջուր։ Ու դու շատ ես ուզում սոկ խմես, ու քեզ ասում են օրինակ, ասում են ինչ խմես, միշտ սենց ենք անում ջուր։ Ամաչում ենք, ասենք սոկը բացեք տվեք, բայց դու իրականում սոկ ես ուզում։ Ու դրանք դրած այրար կողք, մենք ասում ենք ջուրը։ Նույնը, երբ որ մենք հյուր ենք գնում, նու թեկուզ կարող է շատ հարազատ մարդ չի, բայց օրինակ կամ քեզ հարցնում են, ասում են մի բանը դու կուտես, սենց ես անում։ Չէ, ես ջուր կուզեմ։ Միշտ մենք ջրով ուզում ենք փակենք մեր այդ կոմպլեքսն ու ամոթը, որ կա մեր ներսը։ Մենք չենք կարող սենց ասենք, հա, էլի այն սոկից կտաս ինձ խմեմ։ Որտեղից է այդ գալիս։ Այդ գալիս է հենց մեր մանկությունից, որ մենք միշտ սովորացնում ենք երեխեքին շատ անգամ, ու մեզ այդտեն սովորացրել են, որ հյուր գնալուց քեզի նորմալ կպայես, սենց։ Ստոպ։ Ամեն ինչի բալանսի մեջ է սիրուն։ Իհարկե, դաստիարակելը լավ է, բայց երբ որ այդ չափ հանձնում ենք, որ երեխեն արդեն կոմպլեքսավորվում է, արդեն բարդույթներով է մեծանում, դա արդեն խնդիր է, որովհետև ինքը ազատ չի։ Գիտեք, ես ամերիկացիների մենակ այդ ինչն եմ սիրում, իրանք այնքան ազատ են այդպես հարցերի մեջ։ Եթե ինքը ուզում է ջուր, ասում է ջուր, ասում է կոֆե, ինքը կոֆե։ Մեր հայերի մոտ սենց է։ 55 անգամ պետք է հարցնես, ասես, հեն հաց կուզես, որ հյուր է եկեք քո տուն, հաց ուտելու չէ, պրոստը մտել եք ձեր տուն ընկերուի է կամ ընկերա, ասում ես հաց կուտես, չէ։ Մեկ էլ հայկական ձևով ասում ենք, լավ բզբզանք, սենց, ասում է լավ, դե լավ։ Ու հետո որ նստում է հաց ուտելու, քեզի շատ է հաց ուտում, որովհետև սոված էր մարդը։ Բայց գիտեք ինչ, մենք պետքա լինենք, էդի էլի ամոթի տեսակ է, որ մեր մեջ, չգիտես խի, այդ ամեն ինչը ապրում է։ Ու մենք պետքա լինենք ազատ այդ խնդիրներից։ Ու այս դուք երեխեք, դուք նույնպես պետքա լինենք ազատ։ Դուք պետքա հասկանաք մի հատ բան։ Ուզում ես էսի։ Օրինակ եմ ասում։ Դու
եթե դու հյուր ես, հարցնում ես ու օգտվում ես։ Եթե դու ուզում ես սոկը, ջրով քեզ մի խափի։ Okay? Ասա կարելի է սոկից խմեմ։ Դրա մեջ ամոթ բան չկա։ Հիմա, եթե դու ուզում ես մի բան ուտես, դու կերար վերցնենք թե խնձոր։ Տեսար համով է, հյուր ես գնացել։ Վերցեցիր կերար այդ խնձորը, դուրդ եկավ համով էր, չէ՞։ Նորմալ է, եթե դու ուզում ես մի հատ էլ վեկալ ես, վերցրու, բայց Okay? Հիմա ստեղ ստոպ։ Նորմալ չի, եթե դու հյուր ես գնացել ու այդ տան մեջ դրված ասենք սեղանին 10 հատ խնձոր ու օրինակի համար, sense մի 15 հոգի մարդ են, 5 հատ խնձորն էլ դու ես ուտում։ Okay? Դա լավ չի։ Ինչով լավ չի։ Դա արդեն էթիկայի սահմաններից, կուլտուրայից դուրս է։ Okay? Այդտեղ արդեն դու պետքա սովորես քո ազատության սահմանները ճանաչել, որովհետև ազատությունը գիտեք ինչ է։ Ազատությունը էս չի որ հիմա ինչ ուզեմ անեմ, ես ազատ եմ։ Ուզում եմ sense կարամ այս կոշիկները sense հանեմ, շպրտեմ, ես ազատ եմ, շորը sense հանեմ, գցեմ այնտեղ, դա ազատություն չի։ Ազատությունը ունի սահմաններ, որը երբեք չպետք է նեղացնի ուրիշին։ Հիմա նայեք, օրինակ, եթե դու հյուր ես գնացել ու հյուրասիրում են չոք տվելը, երեխեք, դա նույնպես սիրուն չի, որ դու ընդհանրապես չես օգտվում, sense ամաչած նստում ես, բայց էլ եմ ասում, աշկը ամեն ուտելիքների մեջ ասում ես, ընես կուզեի հիմա մեր տան մեջ նստեի, մենակ ես ուտեի, no։ Դու պետքա կարողանաս ամեն ինչից, ինչը որ դու ուզում ես, մի փոքր օգտվես։ Այսօր սաղ բաները չեն վերել, որ sense դες ցույց տամ, բայց օգտվելուց չեն վերցնում ձեռով սաղ ափսեի մեջից։ Հա, երեխեք։ Օգտվելուց վերցնում են քո պատարակաղով, եթե խնձոր ես վերցնում, օրինակ եմ ասում, կարաս վերցնես այդ միտքը, իսկ եթե դրված է այդ ափսեի կողքը, ընդհանուր ափսեի կողքը դրված է ինչ որ գթալ կամ ինչ որ բան, դու ընդհանուր գթալից ես լցնում քո ափսեն։ Երբ որ դուք ձեր ծնողների հետ հյուր եք գնում, ոչ թե դուք պետքա սոկ բանը, մի հատ բաժակ կա, տեղ թե չէ, բաժակ տաս։ Այդ հետևը բաժակ է, Ռոլանդ, մի հատ ուր։ Ոչ թե որ դու հյուր ես գնում, ու օրինակի համար քո papan ու maman վախեցած են սպասում են, հեսա այդ ջուրն ու սոկը, որ վերցրել ես ձեռդ, թափելու ես ու խայտարակ անես իրան, okay, որ ասեն սկի ջուր լցնել չգիտի։ Դա համար ձեզ սովորացնում մի հատ հասարակ բան։ Ջուրը sense չենք լցնում, okay, նայեք։ Բաժակին sense չենք դնում։ Okay? Սաղ երեխեքը sense են ջուր լցնում։ Բաժակի վրա չենք դնում, խի, որովհետև բաժակը թեթև է, հա, ջուրը ավելի ծանր է ու քո ձեռի ուժը։ Հիմա երբ որ դու sense դնում ես իր վրա, որ մթոմ հենվի, որտեվ կոորդինացիա չունես, որ ոնց լցնել չթափի, ինքը կարա sense ընկնի։ Երբ որ մեջն է ջուրը, արդեն թափվելու է, չէ՞։ Ինչ ես անելու, դու կարմրելու ես, մամատ ավելի շատ է կարմրելու կամ papa ջղայնանալու է, ու քեզ անկախ իրանցից մի հատ ինչ որ բան ասեն, որ դու ընդհանուրի մոտ արդեն վատ զգաս, չէ՞։ Բայց հիմա նայ, այդ ամեն պատմությունը չլնելու համար մի հատ բան կա, որ սովորում ենք ու այդ դրանից բրծնում ենք։ Նայեք, բաժակը դրած է սեղանին, կամ դու որ վերցնում ես, չէ՞։ Պահում ես մի փոքր, նայեք, այսքան, բարձր, շատ բարձր չէ, որ չթափես կողքերը, մի փոքր վերև, ու այսպես սկսում ես լցնել։ Բայց հիմա եթե սենց անեմ, թափվելու է ջուրը, որտեվ դնում եմ իրա վրա, հասկանում եք, okay։ Սա էթիկայի պրիմիտիվ հասարակ կանոններ է, երեխեք, որ դուք պետքա սովորեք, որ ձեր ծնողներին ոչ մի միջավայրի մեջ ոչ վատ զգալ տակ, որ չասեն, այս բանը, մաման ու papan մի հատ ջուր լցնել չեն սովորել, okay։ Նամանավանդ հայերի մեջ, երբ որ հյուրերը գալիս են ու էթում են, հյուրերից հետո թեմաները սկսում է։ Էй կանսախ մղտրեցին դրա երեխեն չէր ֆայմում ասել, որ ընդեից իջի, մի հատ ընդե քանդես են դիվանի վրա ֆր, okay, մեկ ասես ավելավա հյուր չկանչենք։ Բայց քանի որ ձեր ծնողները, ու որովհետև ձեր ծնողները բոլորը դաստիարակված շնորհքով մարդիկ են, որ իրանց վատ չզգան, դուք ձեր տան ինչն եք։ Այն ինչ ապատի վրա։ Հայլին եք։ Դուք ձեր ծնողների, ձեր տան հայլին եք։ Երբ որ շատ անգամ գալիս եք դուք ու ես նայում եմ ձեր եղունգների տակի կեղտը, երկար եղունգներով, հա, ասեմ որ ամաչեք, երկար եղունգներով, եղունգների տակ սև կեղտ երկար ու դու գալիս եք այտենց, ես ասում եմ ցույց տուր մատերդ, ես ախր որ իմանամ քո մամային չեմ տեսել կամ չեմ ճանաչում, կասեմ լավ, երևի կներեք, էլի շատ ամփույթ, ոչ մաքրասեր ընտանիքից է այս երեխեն։ Մամայիդ էլ եմ ճանաչում, պապայիդ էլ եմ տենում, ասենք մարդիկ գալիս են անուշ դուխիներով, իրանց վրից հոտ է գալի անուշ, իրանք մոտիկ անում են տես կոկիկ։
ասում եմ անհնար է այս մաման, որ իրան սենց կոկիկ պահում է, այս պապան, որ սենց նորմալ տեսքով գալիս է, ինքը չասի իր երեխուն, որ Եվուն հետ կտրի։ Գիտեք ինչ կտրաշի, որովհետև դուք չեք թողում, որ իրան կտրեն ու ասում եք, հեսա այսօր, հեսա վաղը փախնում եք ու չեք թողում։ Ես դա լավ գիտեմ։ Հա քո ծնողը կյանքում քեզ չի ասի, առանց լվացվելու տղես հել գնա նորմալ մի դասի թող վեր տենաս աղջը պուրոտ, մրպուրոտ, կեղտոտ, մորոտ ոնց ես էտում։ Ոչ, քո ծնողը 50 անգամ կարա քեզ գոռա ասի, լվացվի։ Ատամներդ լվա։ Ձերքերդ լվա, նոր արի հաց ուտելու, օճառով լվացվի, պարապունքից գնացի տուն լողացի, քրտինքի հոտ է գալի վրիցդ։ Բայց դուք ինչ եք անում, դուք իգնոր եք անում էտի, ու դուք չեք անում ինչ որ իրանք ձեզ ասում են։ Դրա համար դուք գալիս եք ստեղ, սաղ շարքի դիմաց կանգնացնում եմ, ոչ թե մի հոգու, այլ սաղ շարքի դիմաց կանգնում ես ու կարմրում ես, գլուխդ կախում ես, ամաչում ես, թե խիակո եղունգները երկար ու կեղտոտ։ Դա շատ ամոթ է։ Նամանավան դուք տղեր, որ ձեր հիմա հիգիենան ամենաառաջի բանը, որ ձեզ ասեն, «Օ, ինչ մաքրասեր ընտանիքից է»։ Այս երեխուն ես նայում, արդեն պատկերացնում եմ, ինչ մաքուր է իրանց ընտանիքը, իրանց տունը։ Բայց դու գալիս ես, մեկիդ վրից քրտինքի հոտ է գալի, մեկը գիտեմ այդ մայկով գնաց, հաջորդ օրը տենում եմ նույն մայկով եկել է, բանը սպիտակած քրտինքի տեղը սենց վրեն, չեք էլ լվացվել, չեք էլ լողացել ու մայկեն էլ խափել եք, մամային ասել եք մտում, չգիտեմ, ասենք, մաքուր է, ես ինչ ա բան, սենց լացել եք, ես ինչ եք արել, նույն մայկով որ համոզել եք եկել։ Գիտեք ինչ։ Ձեր մամաների, եթե դուք արդեն այս տարիքում եք, ձեր մամաների պատասխանատվությունը չի էլ, որ դուք լվացվեք, որ դուք ձեզ մաքուր պահեք, տղերք։ Եթե հիմա հարց տամ, ասեմ օրինակ համար, բայց եթե անկեղծել ենք, բայց հարցը չեմ տալի։ Ասեմ երբ եք վերջի անգամ լողացել, ասենք հենց հիմա սաղը ձեռքը բարձրացնենք, բայց հաստատ չեմ հավատալու։ Գիտեք ինչի։ Որտեվ հաստատ երեք գիշերը բոլորը չեք լողացել։ Բայց երեք գիշերը մամատ կարող է սենց լիքացել է, մի հատ մտի լողացի պարապունքից եկել ես քրտինքի հոտով, սենց։ Բայց գիտեք ինչ, ցավոք սրտի, անկեղծ եմ ասում, ես ոչ մեկի անուն չեմ տալիս, բայց օրինակ եմ ասում, մամաները զանգում են ինձ, ասում են քոչ ամո FaceTime-ով զանգում են, ասում են քոչ ամո, մի հոգու չէ, մի քանի տարբեր, ասում են քոչ ամո կասես լողանա, չի լողանում։ Ասում եմ գնա լողացի, նորիկը հետում լողանում է։ Okay, բայց գիտեք ինչ, ամոթ է տղերք արդեն։ Դուք ձեր մաքրության պատասխանատվությունը պետքա վերցնեք ձեր վրա։ Լսում եք։ Դուք չեք կարայել ապրեք, արեն հələ վերցու սրանք։ Դուք չեք կարայել ապրեք, փնթի, կեղտոտ։ Հեսա գնում եք տարբեր middle school, հեսա գնում եք high school, ինչ որ մեկը տղամարդը պետքա միշտ լինի մաքրասեր։ Okay? Հա? Ձեր եղունգները մաքուր, մազերները սիրուն, սարքված, իմինի նման, նայեք, ոնց է։ Մազ չունեմ, ճիշտ է, բայց որ մազ ունեի աշ, գիտես ինչ, սաղ օրը հայլի դեմը սենց սարքում էի մազերը, սիրուն սենց տնից դուրս էի գալի, երբեք մազերը չէի հելնում, սենց ինչ որ թապած, կեղտոտ, չլվացված, յուղոտ, ճենջոտ, սենց, են որ կա են, որ շատ էիտ մազերը փայլում ա, սենց մի հազարատ մաս կպածա իրար սենց խառը տեղեր, որտեվ այնքան չես լողացի, արդեն գունդ կեղտոտվել է արդեն մազերը։ Բա ամոթ է էտի։ Տղամարդը պետք է լինի մաքրասեր։ Ես գիտեմ, որովհետև մենք այնպես կուլտուրայի մշակույթի մեջ ենք ապրում, որ բոլորի հայ ընտանիքների մեջ կարևոր դեր է խաղում մաքրությունը։ Ու այսինքն ձեր ընտանիքները հաստատ ձեզ էտի ասում են, բայց դուք չեք անում էտի։ Իսկ երբ որպես սպորտսմեն նամանավանդ, դուք պետք է ձեզ մաքուր պահեք ամեն ինչի մեջ տղերք։ Բոթասները, կեղտոտ, բան, սենց վեկալում եք, խառը հագնում եք, կյանքում սկիչեք էլ մի հատ թաց անձեռոցիկ վեկալի, մաքրի ձեր բոթասները։ Այն օրը թաց անձեռոցիկը սենց վեկալել եմ տվել եմ, ասել եմ բանկրի բոթասները, մի բոթասը մաքրեց, տեսավ գնացի այն մյուսով կեղտոտ ման ա գալի, մեկը սպիտակ փայլում է, այն մեկը կեղտոտ։ Ասում եմ հլա արի, ու նեշերի պուճուրներից է։ Տղեկ, մեծեր, ձեզ էլ է վերաբերվում։ Հեսա շատերը, հեսա արդեն մի տարի, երկու տարի հետո ընկերուհիներ եք ունենալու։ Պատկերացնում ես, դու գնաս մի հատ աղջիկա հետ ուզենաս խոսես, սենց տենաս բանը, տենաս սենց վրիցդ հոտ ա գալի, քրտինքի հոտ ա գալիս, մյուս բանման, չի ասելու քեզի, չեմ սիրում քեզ, որովհետև քրտինքի հոտ ա գալու։ Չէ, ասելու է խոսքի, բան, չէ, ես քեզ չեմ հավանում կամ ինչ որ բան։ Բայց իմանաս ինչի համար կարող է դու քեզ շատ վատ զգաս։ Հա? Դրա համար դուք պետքա շատ մաքրասեր լինեք բոլորդ։ Խնձորները
Հաշ բրծի խնձորոտ։ Չես էտալ։ Դավայ բրծեք որ շուտ նստեք։ Թե դուրն հետ եկել աստեք այնելը։ Դու կարաս նստես։ Արդ միջև վերջ, դու կայնի կողքը։ Մյուս բանը ինչի մասին որ խոսում ենք, կոչվում է հարգանք։ Ասենք թե գալիս եմ ջիմ։ Տենում եմ դիվանների վրա, նստած է այդ գալարից թե նստի։ Նստած է մի հատ երեխա։ Տենում եմ ծնողներ կան կանգնած են ոտի վրա, դիվանների կողքը։ Ու մի քանի երեխեքով դուք նստած եք դիվանային։ Ոչ մեկը չեք ֆայմում, որ դուք ասեք, ստոպ։ Հելնես ու ասեք, օրինակի համար, համեցեք եկեք նստեք ստեղ։ Երբ որ դու փոքր ես ու նստած ես միտեղ, մեծը գալիս է։ Դու պետքա կանգնես, եթե տեղ չկա, ասես եկեք նստեք ստեղ։ Դա կոչվում է հարգանք, հարգանքի էթիկա։ Okay? Այսինքն դու հարգում ես քեզանից մեծ մարդուն, հա? Դու հարգում ես քեզանից մեծ մարդուն ու դու ոչ թե ասում ես ես մենակ մտքիս մեջ հարգում եմ իրան, այլ դու ցույց ես տալի դա գործնական, պրակտիկ։ Ու դու վեր ես կանում ու ասում ես եկեք նստեք ստեղ։ Երբ որ այդ մեծը ասում է չէ, բալես նստի, ես չեմ ուզում նստեմ, դու երկրորդ անգամ էլի կարաս ասես չէ, դուք նստեք, ես կկանգնեմ, խնդիր չկա։ Okay? Հիմա դու փորձում ես ինձ տենամ, հələ։ Թավայ։ Թե չքսովրես հակառակը դու։ Նստի։ Okay, հիմա ես մտա, ինչ ես անելու։ Okay, ես մտա դալիճ։ Կամ ուրիշ մամայանը մտել, կամ պապայը մտել։ Ասա, թավայ, բարձր։ Չեմ լսում։ Բարդ լսում է ինչ որ բան։ Բարձր։ Չի լսում, բարձր, այդ։ Դուք նստեք։ Չէ, ասում ես եկեք նստեք։ Թավայ։ Նստեք։ Ահա։ Ես չեմ ուզում նստեմ։ Չէ, դուք նստեք։ Ահա։ Այսինքն երկու անգամ կարաս մեծին ասես, որ եկեք։ Եթե ինքը քեզի համոզում է, այսինքն ասում է, չէ, բալես դու նստի, okay, նույնը ստե։ Հիմա կարող ես պետք է էդի ուղիղներն հետ աշխատացնեք անգամ։ Սես նստած եք, չէ, պետք է նայեք, ոնց մեծ կա, կարող է մեծ տատիկա եկել կամ մեծ մարդ է եկել, մի հատ մամա եկել, ոնց որ տեղ չկա։ Կան ես եթե մանգերոջս կողքը նստեմ ստե, ասեմ Արտուր Միխչենկոն իրար հետ նստենք, ստեից ասես, ուզում եք եկեք նստեք ստեղ իմ տեղը։ Այդ կոչվում է կուլտուրա, էթիկա, հարգանք մեծերի հանդեպ։ Մյուս բանը մեծերով կանգնած ենք։ Արի։ Օրինակի համար, նայեք, մեծերով կանգնած ենք, արի մոտս, մենք խոսում ենք։ Ամեն անգամ այս բանը կատարվում է։ Նայեք։ Ես կանգնած խոսում եմ, դու նստի հետ։ Հայ կարի։ Ես սենց մեծերի ծնողի հետ, ինչ որ մի ծնողի հետ կանգնած խոսում եմ։ Հիմա գայս ես կողքից ես սենց ես անում։ Առանց ստոպ տալու մի անգամ խոսում ես, ասում ես քոչամո, հələ մի հատ կլսես ինձի քոչամո, այսպես գնաց։ Okay, սենց խոսում եմ ես ծնողի հետ, ասենք մենք կանգնած դուրսը սենց խոսում ենք, բան։ Դավայ, հայ, գնաց, արի։ Մենք խոսում ենք, ահա։ Շարունակի։ Դու խանգարի, խոսա։ Ասա քոչամո, խանգարի։ Դավայ, բարձր, Հայկո։ Հա, մենք սենց խոսում։ Ստոպ։ Այսպես սիտուացիա է ալնում, պատկերացեք։ Կանգնած խոսում են, ես կանգնած խոսում եմ ծնողների հետ։ Դուք գալիս եք, ոչ ներողություն եք խնդրում, ընդհատելու համար։ Ոչ մի բան, գալիս սենց եք անում։ Քոչամո, լսի, մի հատ կա բան, ոչ մի կարևոր բան չէ օրինակի համար։ Կամ սենց, քոչամո, մի հատ բանը, քոչամո այսօր գլազներս չեմ, ստոպ։ Կապ չունի ինչ ես դու ասում մեծին, քո մաման խոսում է քո դասատուի հետ, քո մաման խոսում է ուրիշ մեծի հետ, քո մաման խոսում է քո պապայի հետ, կապ չունի։ Երբ որ դու մոտիկանում ես ու երկու մեծ կանգնած discussion, conversation են անում, լսում եք, միշտ պետք է մոտենաս կուլտուրական հարգանքով, որն է դա։ Երբ որ մեծին մոտիկանում եք, նույնը մեծ տղերքը ձեզ էլ է վերաբերվում։ Երբ որ մոտիկանում եք, ասում եք, ուշադիր, ասում եք, կներեք քոչ համո, կամ ում որ դիմում եք, ասում եք կներեք, հա? Նոր շրջվում եք, ասում եք, երբ որ դու այդպես մոտենաս, ասես հիմա արի ասա կներեք քոչ համո, մենք խոսում ենք ստեղ օրինակ, դու բարձր ասա, այսի պայ մոտդ բարձր ասա։ Դավայ, բարձր։ Բարձր։ Դավայ եկո։ Կներեք քոչ համո։ Ահա։ Արդեն իմ ուշադրությունը իր հարգանքը գրավեց։ Իմ attention-ը ինքը վերցրեց։ Ոչ թե ինձ ներվայնացրեց, ջղայնացրեց, որովհետև ես խոսում եմ, բայց երբ որ ինքը գալիս է առանց կներեքից, ես մի անգամ ես ուզում եմ իր ասած ասի գնա, արդեն ես իրան չեմ էլ լսում։ Բայց երբ որ ինքը գալիս է էթիկայի համաձայն, ասում է կներեք քոչ համո, ես կարամ ստոպ տամ, ասեմ կներես օրինակ ծնողին կամ ինչ որ մարդուն, ու ֆրամ ասեմ ասա Հայկո ջան։ Ու ինքը ասի իր ասածը, okay, ու գնա։ Երբ որ երկու մեծեր կանգնած խոսում են,
Չենք ընդհատում առանց ներողություն խնդրելու։ Ցույց եմ տալիս sense դետալ, որովհետև գիտեմ, որ ձեր ծնողները իրականում sense դետալ խոսալու ժամանակ չունեն շատ անգամ ձեր հետ։ Դրա համար որպես ձեր ծնողներին ընկեր, ձեզ քոչ, ձեզ մեծ աղբեր, ձեզ ուզում եմ սովորացնեմ, որ դուք այդ սաղ հասկանաք, տենաք ու հասկանաք ու լսեք ու կատարեք։ Կանգնած ենք, չէ՞։ Խոսում ենք մենք մեծերով։ Երբեք չամաչես, որովհետև դու անում ես լավ բան։ Խնձորուտողները թռան։ Դու անում ես լավ բան։ Վատ բան անելուց ենք ամաչում, լավ բան անելուց ոչ մեկ չպետք է ամաչի։ Okay? Կանգնած ենք։ Всё, գալիս ես բոլորից ձեռով բարև ես տալիս, նայում ես աչքերից ես, բարև ձեզ բոլորին։ Գնաց։ Ապրես։ Всё, գնաց։ Հիմա մենք խոսում ենք իր մասին, նայեք։ Հիմա դավայ ձեր կարծիքները ասեք։ Հենց այդ սիտուացիայի մեջ իրակ մասին ձեր կարծիքը ասեք։ Բարձր։ Լավ, բայց եկավ սաղից բարևես։ Շատ հարգանքով կրթված տղեր։ Շատ շնորհքով, չէ՞, դավոն տերում ես, ոնց է դուխով գալիս աղին բարևում է դու։ Ստոպ։ Նայեք, այս կոմենտներն է գնում այդ երեխու մասին, ով որ իրանը տենց է պահում։ Ինչ լավն էր, ինչ շնորհքով էր, ինչքան հարգանքով են, օրես ինչ երեխեք են, այս ինչ տղերք են։ Okay? Իսկ այն մյուսը որ գալիս է, սենց այդում, այսպես գալիս է, բա որ մեծերն են անում, вообще այն որ գլխից կապարիչը թռնում է, մեծ երեխեքը դա, գալիս են 14, 15, սենց գալիս են, բարև քոչամո ու այդում են։ Ասում եմ հələ հետ արես, ես բռնում եմ հետ եմ բերում, ասում եմ հələ նսի։ Մենակ ես եմ ստե կանգնած։ Ու հասկանում ես մի բան, ուջուր ժամանակվանից է տենց, ոչ թե հիմա է տենց դառել։ Դրա համար այսօր դուք պետքա որոշեք, որ ձեր կյանքը փոխում եք լիքը հարցերի մեջ, ինչի մասին որ ձեր հետ խոսում եմ։ Սրանք կարևոր, ֆունդամենտալ foundation ունեցող հարցեր են, որ մեր կյանքում որպես տղամարդ մենք պետքա դա ցուցաբերենք, ցույց տանք։ Հասկանում եք տղերք։ Հա? Okay, շատ լավ, դուք գնացիք նստեք։ Այսինքն, հարգանք մեծի հանդեպ վերկացակ տեղը զիջեցիք, բարևեցիք, նորմալ նայեցիք, աչքերի մեջ խոսացիք։ Մյուս բանը, երբ որ դուռը բացվում է, չէ՞։ Դուռը բացվում է, որ պետք է դուրս գաս։ Հենց այդ դրան մոտ հանդիպում է, տենում եմ սենց, վզալին գալիս են, հելնում եմ մամա դեմը, պապա դեմը, դռնից են կողմ, ինքն էլ ներսից է հելնում։ Ու սենց գազ տված այդում, սենց սաղին բրթելով անցնում այդում ես։ No, դա սխալ է։ It's wrong։ Որովհետև այդտեղ էլ դու պետք է քո հարգանքը ցույց տաս մեծին։ Գիտեք այդ որն է։ Օրինակ բանը, Սամհլարի։ Օրինակ, հիմա պատկերացրեք, դուռը մեր մեջտեղը ու ես պետք է հելնեմ, չէ՞։ Ես երեխեն եմ ձեր պատկերացրած, որ դուք անում եք։ Գալիս եմ, եկեք տենում դուռը բացեցի ծնողա դեմս, որ ուզում եմ մտնի։ Ես ես չեմ անում։ Դա էլի հարգանք է։ Ես հետ եմ քաշում մի քայլ հետ, ասում եմ համեցեք։ Դուք պատկերացնում եք տենց պահեք, ձեր ծնողները այնքան, այն որ թազը նորից կսիրարվեն ձեր վրա։ Որ դուք այդ կուլտուրան ու այդ հարգանքը տակ մեծերին, ձեր ծնողներին, ձեր հոպարներն են գալի ձեր տուն, ձեր մորքուրներն են գալիս, ձեր cousin, չգիտեմ, բանը, պատատի պապիկներն են գալի ձեր տուն։ Դուք պետքա սովորեք իրանց հարգանք տալ։ Ձեր մեծ մարդ է եկել ձեր տուն, չէ՞։ Մինչև կարող է քո մաման ինչ որ սուրճ ա դնում կամ ես ինչ անում, դու կարաս մոտիկանաս հարցնես, ասես ջուր կուզեք։ Ինչ որ մի բան կուզեք բերեմ։ Ոչ թե քո հերախոսը վերցնես, գնաս պահկվես մի սենյակում ու սկսես անգամ քո խաղերը խաղալ։ Սիրելի ծնողներ, սրանք սերմեր է, որ ցանվում է իրանց կյանքի մեջ, seed, սերմեր, որը որ ծլելու է ու սկսելու է պտուղ տալ։ Գիտեք որ շատ անգամ խոտը, կանաչ խոտը, ասֆալտը ճաքացնում է ու դուրս է գալիս, գիտեք, գետինը ջարդում ու դուրս է գալի։ Փուճուր կանաչ խոտը։ Այսինքն սրանք սերմեր են, որ իրանց կյանքերի մեջ ցանվում է ու իրանք այդ situation-ների մեջ սկսելու են արդեն էդի կիրառել։ Step by step, ու էդի սկսելու է այդ սառույցը կոտրվել իրանց կյանքի մեջ։ Դրա համար սա ոնց որ մենք մեր թևերը պետքա կշտենք ու անցնենք աշխատանքի ու էսի օգնենք, որ իրանց կյանքի մեջ գա ու դառնան ինքնավստահ, շատ եմ տեսել երեխեք, որոնց կյանքերը լրի փոխվել է, շատ արդեն ամեն ինչով ինքնավստահ, ուժեղ, լավ տղամարդ տղերք են դարել ու շատերը օգնականներ են արդեն դարել ինձ։ Դրա համար սա process է, որ մենք պետք է անենք ու իրանց կյանքերում որ տեսնենք մեծ ռեզուլտատ արդյունք։ Բարի